Մոլորակի երկու գերհզոր տնտեսությունների առևտրային պատերազմի պատճառով Վաշինգտոն-Պեկին հարաբերությունների ճաքերն օր-օրի խորանում են։ Կողմերից ոչ մեկը չի նահանջում, ավելին հայտարարել են մինչև վերջ պայքարելու մասին, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսական կոլապսի։ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը մեկը մյուսին հերթ չտալով բարձրացնում են խաղադրույքները։ Չինական ապրանքների ներմուծման վրա Թրամփը սահմանել էր 145% մաքսատուրք, իսկ ամերիկյան ապրանքները Չինաստանում հարկվում են 125%։ Միացյալ Նահանգների նախագահը Չինաստանին բացառել էր նույնիսկ այն երկրների ցուցակից, որոնց նկատմամբ սահմանած մաքսատուրքերն 90 օրով կասեցվել էին։ Տարիֆների բարձրացման մի քանի ռաունդից հետո ստեղծվել է այնպիսի վիճակ, որի դեպքում կողմերի միջև առևտուրը փաստացի անհնար է դարձել։ Թրամփը շարունակում է տնտեսական ցունամին, հիմա էլ ամերիկյան կողմը սպառնում է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը հասցնել 245%-ի։ Պեկինը զգուշացրել է, որ չի տրվելու Թրամփի խաղերին։ Մենք ընդհանրապես չենք վախենում պայքարից։ Չինաստանը հստակեցրել է իր դիրքորոշումը մաքսատուրքերի հարցում։ Մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ պատասխան միջոցները, պաշտպանելու մեր օրինական իրավունքներն ու շահերը, միջազգային արդարությունը, ինչը լիովին ողջամիտ է եւ օրինական։ Մաքսատուրքերի եւ առևտրի պատերազմներում հաղթողներ չկան։ Վաշինգտոնից հնչում են միայն նախատինքի խոսքեր, որ չինական կողմն անհարգալից է։ Ամերիկացիներն ակնկալում են, որ առաջին քայլը պետք է անի Պեկինը, վերահաստատելով երկխոսելու պատրաստակամությունը։ Գնդակը այժմ Չինաստանի դաշտում է։ Չինաստանը պետք է գործարքի գնա մեզ հետ, ոչ թե մենք նրանց։ Մեզ համար տարբերություն չկա Չինաստանի կամ այլ երկրների միջև, բացի նրանից, որ Չինաստանը տարածքով մեծ է։ Չինաստանն ուզում է այն, ինչ մենք ունենք, դա ամերիկացի սպառողն է, կամ այլ կերպ ասած, նրանք ուզում են մեր փողերը։ Թեպետ Չինաստանը պատրաստ է շարունակել պայքարը, այնուամենայնիվ նա խնդրում է վերացնել խոչընդոտները, ոչ թե արգելապատնեշներ կառուցել։ Եթե ամերիկյան կողմն իրոք ցանկանում է խնդիրը լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով, պետք է դադարեցնի ծայրահեղ ճնշումներն ու շանտաժը եւ երկխոսության մեջ մտնի Չինաստանի հետ։ Տնտեսական քաոսի ֆոնին Չինաստանը քայլեր է ձեռնարկում Վաշինգտոնի հետ երկխոսելու համար, Պեկինը նոր բանագնաց է նշանակել։ Տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար Չինաստանը ձգտում է գործընկերային հարաբերությունները խորացնել նաև Եվրամիության հետ։ Թրամփի հետ առճակատումը Պեկինին ստիպել է վերանայել առևտրային հարաբերությունները հին աշխարհի հետ։ Չինաստանի տնտեսության կախվածությունն ամերիկյան շուկայից ամեն տարի նվազում է, սակայն դեռևս բավական զգալի է։ 2024 թվականին չինական արտահանումը Միացյալ Նահանգներ կազմել է մոտ 440 միլիարդ դոլար։ Մյուս կողմից Չինաստանը կարևոր արտահանման ուղղություն է ամերիկյան ապրանքների, հատկապես բարձր տեխնոլոգիական եւ գյուղատնտեսական արտադրանքի համար։ Չնայած համաշխարհային ու ամերիկյան տնտեսական վտանգավոր ցնցումներին, Թրամփը նոր գրոհ է պատրաստում, այս անգամ ծովից։ Միացյալ Նահանգների նախագահը ծրագրել է մաքսատուրքեր սահմանել առևտրային նավերի, ամերիկյան նավահանգիստներ մուտքի նկատմամբ հանուն ամերիկյան նավաշինության վերածննդի, որը վաղուց է պարտվել Չինաստանի հետ մրցակցության մեջ։ Փորձագետները պնդում են, Թրամփը կռվում է հողմաղացների դեմ, քանի որ Չինաստանին ծովում չի հաղթի, իսկ արգելքներից առաջին հերթին կտուժի Միացյալ Նահանգները։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։